առաջին ընթերցման ժամանակ գործողման էի, դրա համար ներկա չէի նիստին, բայց հրապարակային դիրքորոշումս մանրամասն ներկայացրել եմ, պարոն Պապիկյան, մի հատ այսպիսի, որ ասում եմ, որ շատ հափշտապ էր, տեսեք, այս օրենքը, որ մտավ ուժի մեջ, արտադրի զինվորական ծառայությունը դառնում է 18 ամիս, բայց գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակվելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Շնորհակալ եմ, նշեմ, որ պարոն Սարգսյանը նույն օրենքի շրջանակներում նոր փոփոխություն է առաջարկել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել, ենթադրում եմ դրա շրջանակներում հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել, նաև մեր իրավաբանական վարչությունը կարծում եմ այստեղ անելիք կունենա, որտեղ ենթադրում եմ, որ բազմաթիվ օրենքների մեջ է 24 ամիս, 18 ամիս անհամապատասխանություն է, ճիշտ կլինի, որ շատ արագ կարգով է տարվել։ Շատ լավ։ Հարցեր չկան ուրիշ, հարակից զեկուցման համար ձայնը տալիս եմ ինձ։ Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման ժամանակ, երբ որ Գեգամ Մանուկյանը բացակայում էր, մենք բովանդակալից շատ մանրամասն քննության ենք ենթարկել եւ ըստ էության այս փոփոխությունը այն բարեփոխումների շրջանակներում է, որը որ մեզ նախատեսված է բանակի հիմնական պրոցեսները բարեփոխված տեսնելու շրջանակներում։ Ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել կառավարության տվյալ նախաձեռնությանը։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան։ Եզրափակիչ ես խոսքի կարիք չունեմ, դուք։ Շնորհակալ եմ, ես կարճ կխոսեմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն, այն բխում է կառավարության հնգամյա ծրագրից եւ կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ստեղծվել է, նաեւ մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, մեր կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքն է եւ քանի որ կա դրա համար հիմք, կառավարությունը որոշում է ընդունել այս օրենքի նախագիծը անցկացնել հիմա եւ կարծում եմ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է եւ խնդրում եմ կողմ քվեարկել երկրորդ ընթերցման այն հաստատելու։